Սյունիքի տարածքի 80,000 հեկտարից ավելին անտառածածկ է։ Գլոբալ տաքացման հետևանքներից մեկը անտառային հրդեհները կանխելուն կամ դրանց արագ արձագանքելուն միտված քայլերից է անտառներին մոտ գտնվող բնակավայրերում փրկարարական կամավորական հենակետեր ունենալը։ Այդպիսի երկուսը Սյունիքում արդեն գործում է։ Հայաստանի Հանրապետությունում այս պահին գործում են 11 հրշեջ փրկարարական կամավորական հենակետեր, եւս երկուսը ընթացքի մեջ են, այս տարվա մեջ կբացվեն, դա ընդգրկում են բոլոր մարզերը, մարզեր կան մոտ 2-3 հատ հրշեջ փրկարարական կամավորական հենակետեր կան, ինչպես նշվեց Սյունիքի մարզում դեռևս երկուսն են, դա տեղ համայնքում է եւ Շիկահող բնակավայրում, որոնք սպասարկում են իրենց հերթին մի քանի բնակավայրեր, ծրագիրը իրականացում է ավստրիական Կարմիր խաչի, հայկական Կարմիր խաչի եւ Հայաստանի փրկարարության սերտ համագործակցությամբ։ Հոկտեմբերի 22-ին փրկարարները, բնապահպանները, էկոպարեկները, Սյունիքի մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչները, Կապանի, Քաջարանի եւ Մեղրիի անտառամերձ բնակավայրերի վարչական ղեկավարները մասնակցում էին կամավորական փրկարարական շարժման ձևավորում եւ զարգացում խորագրով խորհրդաժողովին։ Քննարկվում էին անտառային հրդեհները կանխելուն միտված գործողություններ։ Նախորդ տարվա համեմատ մենք բավականին հրդեհավտանգ տարի ենք ունեցել 2025 թվականի մինչև 9 ամիսների ամփոփման մեր տվյալներով, գրեթե 100%-ով աճ ունենք հրդեհների եւ անտառածածկ տարածքներում եւ խոտածածկ տարածքներում, ու նման ձևաչափով քննարկման ժամանակ, երբ որ անմիջականորեն մենք առնչվում ենք կոնկրետ գյուղական բնակավայրերի վարչական ղեկավարների հետ, իրենք առաջի կարևորության խնդիրները, որոնք իրենց վարչական բնակավայրում ծառացած են, բարձրաձայնում են նման հարթակներում, մենք ավելի տեսանելի ձևով կարողանում ենք լուծում տալ։ Գյուղաբնակների որոշ սովորություններ, հատկապես խոզանն այրելը, չափազանց վտանգավոր են։ Հրդեհավտանգ լինելուց բացի դա վնասում է հաջորդ տարվա բերքին, հողի միկրոֆլորային ու մեծաքանակ թունավոր գազերի առաջացման պատճառ է, բացատրում է Դավիթ Հովհաննիսյանը։ Պատրաստակամություն հայտնում լինել բոլոր բնակավայրերում եւ քաղաքացիներին առավել մանրամասն ներկայացնել խոզանի այրման հետևանքները։ Կոչ անում տեղացիներին ընդգրկվել կամավորական խմբերում։ Կամավորական խմբերը ձևավորվում են տվյալ համայնքի բնակիչների, իհարկե կամային ընդհանուր տենց ցանկության արդյունքում մենք ընտրում ենք, մեր մոտ վերապատրաստում ենք որոշ քանակով բնակիչների, նաև մեր կողմից, փրկարարության կողմից տրամադրվում է հրշեջ տեխնիկա, գծվում են տվյալ կամավորական հենակետերին, որոնք առաջի ազդեցությունն են ունենում տվյալ արտակարգ իրավիճակին։ 2025-ի առաջին 9 ամիսների ընթացքում Սյունիքում հրդեհների 386 կանչ է գրանցվել։ Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս թիվը կրկնակիից ավելին է։ 2024-ին մեր մարզում անտառային հրդեհներ չեն եղել։ Այս տարի դրանք արդեն 30-ն են։